Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, Կենտրոն հեռուստաընկերության եթերում կրկին իմ հեղինակային հանդիպումն է եւ այսօր իմ հյուրը Հայաքվե միավորման սոցիալ-տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, տնտեսագետ, ֆինանսիստ Հրայր Կամենդացյանն է։ Շնորհակալություն, պարոն Կամենդացյան, իմ հրավերը ընդունելու համար։ Բարև պարոն Մելքումյան։ Եվ այսպես, պարոն Կամենդացյան, տեսեք, աշխարհում միջազգային այսպես տարբեր տնտեսական գործընթացներում տեղի են ունենում արտառոց երևույթներ եւ առաջին հերթին դա կապված է Դոնալդ Տրամփի վարած եւ վարվող քաղաքականության հետ ընթացիկ ամբողջ աշխարհը իրար է խառնվել ուրեմն ֆինանսական շուկաները, արժեթղթերի շուկաները, կրիպտո արժույթները մենք տասնյակ տոկոսներով դրանք անկում են ապրել եւ հիմնական այսպես պատճառը հանդիսանում է այսպես կոչված ուրեմն մաքսատուրքերի լրացուցիչ ուրեմն այսպես նշաձողերի կիրառումը ընդ որում հիմքում դրել է Միացյալ Նահանգների նախագահ այն թեզը որ ուրեմն բոլոր աշխարհի բոլոր երկրները օգտվում են ամերիկյան շուկայից, ասենք իրենց ապրանքները եւ ծառայությունները իրացում են այդ շուկայում եւ գումարները դուրս են գալի այդտեղից դրա փոխարեն նոր խոշորացավալ ներդրումային պրոյեկտներ նախագծեր չեն իրականացվում այդտեղ, ինքը դնում է այդ արգելքները եւ առաջին հերթինում հետ է տնտեսական պատերազմի մեջ Չինաստանի հետ, որի հետ կապված նա ուներ 20% եւ դրան գումարել է արդեն 34%-ը, որը որոշակի բանաձև ունի։ 3 արդեն 104։ Այո, դե այդ նա երբ որ Չինաստանը կիրառեց, նա էլ հակադարձ քայլ է անում, հա, առաջի փուլում դա էր եւ այսպես ռեակցիան եղավ Չինաստանի, Եվրոմիության հետ, որը ուրեմն 20%, եւս 19%, 20% եւ այսպես իսկ այլ երկրների հետ հիմնականում կիրառել են ինչպես նաեւ Հայաստանի համար մեր հանրապետության 10%, ու քիչ հետո մենք անդրադառնանք թե դա ինչ ազդեցություն կունենա կամ չի ունենա, բայց միտքը այն է որ այստեղ մենք անդրադառնանք դրան, բացի տնտեսական լրացուցիչ ի պաշտպանություն իր կարծիքով իր երկրի գործիք կիրառելուց, նաև սա լուրջ քաղաքական գործիք է, որտեղ արդեն 55-60 երկիր դիմել են Տրամփին, որպեսզի բանակցություններ վարեն մեղմելու համար։ Մենք գիտենք նաև, որ Իլոն Մասկը դիմել է, որ չեղյալ համարի այս մաքսատուրքերի կիրառումը, բայց այստեղ ասեմ, որ ապրիլի 2-ին, երբ որ Տրամփը հայտարարեց, որ սա Միացյալ Նահանգների տնտեսական ազատագրման օրն է, հա, այսինքն ինքը տնտեսապես բոլորը օգտվում են Միացյալ Նահանգներից, հիմա ինքը ազատագրում է այդ կապանքներից, որպեսզի մարդիկ գան եւ մի շարք օրինակ ավտոմոբիլային կամպանիան, ոնց որ Nissan-ն է արդեն ցանկություն հայտնել իր արտադրությունների մեծ մասը տեղափոխի Միացյալ Նահանգներ, որ այնտեղ սկսեն իրենց արտադրությունը։ Դուք ինչպես կմեկնաբանեք եւ անդրադառնանք նաեւ Հայաստանի վրա հավանական ազդեցությունների մասին, որտեղ սիրելի հայրենակիցներ, առայժմ մեր պատկան մարմինները որևէ կերպ կարծես թե չեն էլ արձագանքել այս ամեն ինչին։ Խնդրեմ։ Նախ ասենք, որ մաքսատուրքերը դրանք նորություն չեն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ժամանակ առ ժամանակ ելնելով երկրի տնտեսական հիմնարար խնդիրներից կիրառել են այդ գործիքները համաշխարհային առևտրի մեջ։ Օրինակ 1934 թվականին նույն Ամերիկայի Միացյալ Նահանգները գյուղատնտեսական շուկաները եւ գյուղատնտեսությունը ապահովագրելու համար, նոր հարվածներ չստանալու համար նույն ժամանակ իրարեց մաքսատուրքեր բավականին բարձր, որոնք իրենց դերը խաղացին ամերիկյան գյուղատնտեսությունը ընդհանրապես ձախողումից եւ քայքայումից եւ ամայությունից դուրս հանելու համար։ Հիշենք, որ դա մեծ դեպրեսիայից հետո էր 29-33 Դա 29-33 թվականներին, ընդ որում փայլուն հիշում եք, որ այդ ժամանակաշրջանում Ամերիկան իրականացրել բազմաթիվ իրավիճակային լուծումներ, որոնք իրենց գործոններով պայմանավորված ազդեցություն թողնում ոչ միայն Միացյալ Նահանգների վրա, այլև ամբողջ աշխարհի վրա։ Ինչ վերաբերում է Թրամփի նախաձեռնած այս մոտեցմանը, այս ապրիլի 2-ի կոչված ազատագրման օրը, որ կարելի է նաև որոշակի հումորային ձևով ընդունել, ինչից ազատագրվել։ Խելքից ազատագրվել, ինչից ազատագրվել։ Մյուս երկրներից։ Մյուս երկրներից հավանաբար նրանք ինչ որ լծիտակ էին վերցրել։ Ազատագրումը, երբ որ նա հայտարարեց այդ կառավարական բացատում, այնտեղ հավաքվածների մեծ մասը իր թիմակիցներին, կուսակիցներին եւ բնականաբար առանձնապես դրանց մեջ աչքի են ընկնում առևտրի նախարարը Բեսետը եւ այս մարդկանց ուրախությունը, ծափերը, ոգևորությունը որոշակի կասկածները նաեւ առաջացնում։ Չմոռանանք, որ նույն Ամերիկայի նախագահը, Միացյալ Նահանգների նախագահը 4 անգամ սննկացել է։
Իր գործարար կյանքի ընթացքում 4 անգամ նկատել է ի պատիվ նա անդադ ոտ է կանգնել, նորից նկատել, այսինքն հավատալ այն թեզին, որ Միացյալ Նահանգների նախագահ բացարձակ բյուրեղյա ճշմարտությունները տնտեսական, այսպես ասած, փոխանցում հանրությանը եւ առևտրային պարտներներին, կարելի է այստեղ որոշակի շատ բարի։ Պարոն Կոմենդացյան, միջև անդրադառնանք այս Հայաստանի վրա այդ ազդեցություններին, հիշեցնենք, որ եթե մենք ուզում ենք գնահատական տանք համապարփակ մասնագիտական, տնտեսագիտական, միգուցե մենք հիշենք, որ Միացյալ Նահանգների համախառն ներքին արդյունքը այսօր մոտեցել է 28.29 տրիլիոն դոլարի, իսկ ուրեմն պետական պարտքը 39 տրիլիոն է 39 տրիլիոն թիվն է հնչած 123%։ Այո, 39 տրիլիոնի արդեն մոտ գնահատումներ կան, ինչևից է եւ ինքը նաեւ հիմնավորում է, որ այս ամեն ինչը դուք հիշում եք, որ նրան նախորդեցին USAID-ի հետ կապված լուծարումները, ծախսերի կրճատումը, ազատություն ռադիոկայանի, ամենատարբեր պետական բյուրոկրատական ապարատի կրճատումների եւ այլն, եւ սրա միտքը այնա, որ մի կողմից ինքը սկսի պետական պարտքը փակել կամաց, երկրորդ կողմից նոր խոշորածավալ ներդրումներ բերի Միացյալ Նահանգներ, որի արդյունքում իրանք դոմինանտություն կունենան, բայց համախառն ներքին արդյունքը որպեսզի իմաստավորված լինի, ասենք որ մի անգամ, երկու անգամ ես դրա մասին ասել եմ, որ եթե մենք համեմատում ենք, ընդունենք 75 տարի առաջ 1950 թվականին, Միացյալ Նահանգների համախառն ներքին արդյունքը կազմել է աշխարհի հնայի 50%-ից ավելին։ Հիմա մոտավորապես ուրեմն կարող է 27-28% լինի, հա, այսինքն այս առումով կամաց ինքը իր դոմինանտությունը ուզում է վերականգնել։ Բայց մենք տեսանք, թե Չինաստանը ոնց արձագանքեց, սա մեկ, եւ երկրորդ մենք տեսանք, որ այդ ազդեցությունները, տեսեք, հետ գալով դեպի Հայաստանի վրա կամ Հայաստանի տնտեսությունն է մեզ հետաքրում, բայց Հայաստանի տնտեսությունը այսպես կղզի չի օտարված իր ուրեմն արտաքին կապերից, բայց նաև մենք կարող ենք ասել, որ մեր տնտեսությունը մի փոքր հետևանքային բովանդակություն ունի, այսինքն Ռուսաստանում ինչ կկատարվի, մեր տնտեսությունը կարող է կղզի չլինի, բայց կարող է կամուրջ դառնալ։ Այո, կամուրջ դառնալ եւ այսինքն Ռուսաստանում ինչ կկատարվի, առանց այդ նա սանկցիաների տակ է։ Մենք տեսանք, որ ինչ որ բանով մենք օգտվեցինք։ Հիմա կարող է հակառակը լինի, թե չէ։ Չինաստանում ինչ կկատարվի, այսինքն մեր առևտրատնտեսական գործընկերության բնույթը, առանձնահատկությունները, ծավալները հաշվի առնելով, մենք պետք է հասկանանք, ի վերջո Հայաստան, չէ՞ որ Հայաստան մի քիչ ուշացումով է գալի այդ ազդեցությունները։ Անմիջապես չէ։ Այս մենք ուզում ենք քննարկենք հաշվի առնելով, որ մենք 50-60 միլիոն դոլարի ընդամենը արտահանում ունենք դեպի Միացյալ Նահանգներ, ադամանտ, ոսկի, մի փոքր քանակությամբ սնունդ եւ այլն, կարծում եմ այստեղ շատ բան չկա այդ 10%-ի մեջ, բայց հարակից ինտեգրված երկրների ազդեցությունը դա մի քիչ ուշ կերևա։ Հայկական էկոնոմիկայի վրա դրա ազդեցությունը կարծում եմ չէ երևալու, դա հիմնականում խոշոր տնտեսվարողների, ովքեր ադամանդի նաև արտահանում են զբաղված, մոտավորապես 110 միլիոն դոլարի ադամանդ է արտահանում Ամերիկայի Միացյալ Նահանգներ, նրանք առավելապես հնարավոր այդ 10%-անոց տոկոսադրույքով պատճառված ենթադրյալ վնասը դրանք կորցնելու են մարժայի մեջ, առևտրային մարժայի մեջ։ Մենք երևի աշխարհաքաղաքական թեմատիկայի մի ասպեկտ կա, դրա մասին պետք է մենք հիշենք, Ամերիկայի Միացյալ Նահանգները, երբ որ փորձում են առևտրային եկամուտ ստանալ կամ գոնե ենթադրյալ կամ ածանցյալ վնասները փոխհատուցել մաքսատուրքերի հետ միասին, մենք պետք է իմանանք, որ Միացյալ Նահանգները ունեն մի կարևոր կարմիր գիծ։ Դա ամերիկյան դոլարի օգտագործումն է ամբողջ աշխարհում եւ ամերիկյան դոլարի որպես ռեզերվայի միավորի օգտագործումն է։ Այսինքն մենք եւ բոլոր տնտեսագետները վստահ եք, որ համաշխարհային այդ տնտեսության մեջ մեծ մասնագետներ կան, նրանք բոլորը հասկանում, որ Տրամպը ունի մի սահմանագիծ եւ այդ սահմանագիծից այն կողմ չի անցնելու։ Այսինքն նրա գործողությունը հիշեցնում է մի բումերանգ, որի մի կողմում ամերիկյան դոլարը որպես ռեզերվայի միավորի վրա կախվող վտանգն է, նաեւ հաշվի առնելով BRICS-ի ղեկավարների հայտարարությունը եւ աշխուժությունները, եւ միևնույն ժամանակ նա պետք է գիտեք առևտրային պատերազմների թատերաբեմ չդարձնի ամբողջ աշխարհը, որովհետեւ ամերիկյան տնտեսությունը նա բավականին պարզունակ է ներկայացնում, բայց նույն ամերիկյան տնտեսության հիմնական շարժուժերը դա մեքենաշինությունն է, կոմունիկացիաների բնագավառներն են, ռազմական տեխնոլոգիաներ, դրանց գալի մասը
կոմպլեկտավորվում է չիպերով, այդ չիպերի մոտապես 40%-ը ներկայումս արտադրվում է Տայվանում եւ Չինաստանում։ Մայրցամաքյան Չինաստան։ Իսկ ամերիկյան նույն չիպերի բնագավառում հաջողությունները 13-ից 14% սահմաններում է ծավալները։ Մենք այստեղ ունենք խնդիր, որ հավանաբար սա ժամկետային որոշակի սահմանագիծ ունի եւ նրա թափը ժամանակի ընթացքում կկոտրվի եւ այդ բանակցությունները նախաձեռնելու, բանակցությունները հրավեր ուղարկելու այս ամբողջ խնդիրը իրականությունը նշանակում է, որ նա ծայրահեղ մոտեցումների կողմնակից չէ ամեն դեպքում։ Շատ բարի, այսինքն մենք կարող ենք արձանագրել, ինչպես ես ասացի, որ տնտեսականից բացի քաղաքական կոնկրետ նպատակներ է հետապնդում, չնայած անունառետրային պատերազմներ է, բայց միևնույնն է պատերազմ է, եւ սա հետապնդում է նաեւ որոշակի նոր բալանսի, նոր հավասարակշռության ձևավորում, հա, ասենք միացենց ինչ որ ալիքը գնաց, փոթորիկը գնաց, աժիոտաժ առաջացավ, հետո կսկսեն բանակցել եւ այդ բանակցությունների արդյունքում Միացյալ Նահանգները ինչ որ նոր բաներ կշահի, իհարկե, կամ massam չի շահի, բայց այն մյուս կողմերն էլ եկեք հաշվի առնենք, որ արդեն հզոր պետություններ են եւ կարող են դիմակայել դրան։ Հիմա այս առումով տեսեք, ես ուզում եմ մենք դեռևս կանդրադառնանք սրա հետևանքներին կամ աշխարհում ինչ է կատարվում, մենք պետք է հասկանանք, որ տեսնենք Հայաստանի տնտեսության վիճակը ինչպիսին է, որտեղ մենք անընդհատ քաղաքական թեմաներ ենք, շատ շոշափում այսօր, որը շատ բնական է, անվտանգային սպառնալիք, արտաքին մարտահրավերներ, ներքին քաղաքական իրավիճակ, այս բոլորը իհարկե շատ արդիական է, բայց մենք որպես մասնագետներ, պարոն Կամենդասյան, պետք է հասկանանք, եթե վերցնենք սովորական մարդ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կամ մարդ, ովքեր բնակվում են եւ աշխատում են, արարում են Հայաստանում, չէ՞։ Հիմա տեսեք, երկու բան իրարից տարանջատենք։ Ուրեմն գործնեություն, այդ թվում բիզնես գործնեություն, որոնք արդեն տասնյակ տարիներով գոյություն ունեն այս կամ այն կերպ, հայտնի անունները մենք չենք տալու, չէ՞, մենք ունենք, ասենք, ընդունենք քարանձավային, այսպես ասած, տնտեսական մոդելը 11-12 հազար ավելացված արժեքի հարկ վճարող, չգիտեմ, մի 60,000 շրջանառության հարկ վճարող, հա, միկրոբիզնեսներ, այսքան ամբողջ այս կշիռը, քարտեզը տնտեսական մենք գիտենք։ Հիմա պատկերացրեք, որ նոր սերունդը, երիտասարդ սերունդը արդեն սկսում է աշխատել, արարել, եկեք մի հատ այդ տեսանկյունից նայենք, ով ինչ անում է, արդեն հարմարվել է։ Նոր երիտասարդ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ուզում է բիզնես գործունեություն ծավալի Հայաստանում։ Ինչ պայմաններ կան, արդյոք բարվոք են, թե մենք ամեն անգամ պետք է ասենք այդ մարդու միմիայն տաղանդից է կապված այդ ամեն ինչը հաղթահարել բոլոր արգելքները, տհաճությունները եւ այն խնդիրները, որոնք անընդհատ կարան անկանխատեսելի առաջանան, անկանխատեսելի։ Ձեր ասվածի հետ կապված լույսի տակ, ես ուզում եմ մի հարցը վերաբերել զրուցել, դա ձեր ասած նոր երիտասարդ մարդու, նոր գործարարի կամ պետական կառավարչական ֆունկցիաներով լիազորված անձի մուտքն է դեպի տնտեսության կարգավորում եւ տնտեսության մեջ աշխատանք։ Ներողություն։ Այո։ Ես մեր հայրենակիցներին ուզում եմ ասեմ, սիրելի հայրենակիցներ, ես եւ պարոն Կամենդանցյանը այսպես օրակարգային հարց ենք դարձնում, այն թե բուհա ավարտած կամ, չգիտեմ, միջին մասնագիտական կրթություն ունեցող երիտասարդը, որ ուզում է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալի, կլինի փոքր, միջին, ու խոշորի մասին միանգամից չենք ասում։ Ինչ հնարավորություններ կա, ինչ պայմաններ կա, որը կկապի այդ մեր երիտասարդ քաղաքացիներին մեր հողու ջրի հետ, որտեղ մենք չենք ուզում նրանք գնան ուրիշ տեղերում ասեն այնտեղ պայման չկա։ Մենք քննարկենք ռեալ, ինչ խանգարող բան կա, չէ՞, տարիներ շարունակ ասում են, դե հարկայինը չի թողում, այ մաքսայինում սենց է։ Կան այնտեղ դրական տեղաշարժեր, թե չէ մեկ, երկրորդ, բանկերը, որ վարկեր են տրամադրում, դիցուք այդ մարդիկ ֆինանսական միջոցներով լրիվ բավարար ապահովված չեն, որտեղից վարկերը բանկային, եւ երրորդ, այն մրցակցային հարաբերությունների որակը, չէ՞ որ մարդիկ մտնում են շուկա, լուրջ մրցակցություն կա, հատկապես փոքր միջին բիզնեսում։ Կա բավարար միջավայր, պետությունը կարողանում է ապահովի այդ մրցակցային միջավայրի, այսպես ասած, քիչ թե շատ բարվոք լներ։ Ուրեմն հարկային քաղաքականություն մաքսային, բանկային համակարգ վարկային եւ մրցակցային հարաբերություններ։ Խնդրեմ։ Երբ որ մենք զրուցում ենք որևէ գործողությունների մասին, պետական միջոցառումների մասին, որոնք իրենց հերթին բերելու են մաքսային, հարկային, տեխնոլոգիական, ինովացիոն բազմաթիվ փոփոխություններ, մենք պետք է որքան որ ցավալ է, պետք է հիշատակենք, որ կա նաև անձնական գործոն։
2024 թվականի կեսերից հայտնի էր դարձել, որ Հայաստանի Հանրապետություն պլանավորված հարկերի հավաքագրումը տապալված է։ Առաջին կիսամյակի ավարտին արդեն թեր հավաքագրումը կազմել էր 124 միլիարդ դրամ։ Տարվա վերջին նա դարձավ 224-225 միլիարդ դրամ թեր հավաքագրված։ Այստեղ խնդիրներից մեկը որն է։ Խնդիրներից մեկը որն է, որ մենք այս ժամանակ ունենք ֆիսկալ պետական միջոցառումները իրականացնող լիազորված անձ, հանձնասպեկի նախկին նախագահ Ռուստամ Բադասյանի, որը ամբողջովին տապալել պետական այդ միջոցառումը։ Այս մարդու նկատմամբ որևիցե իրավական բնույթի գործողություն իրականացրեց ոչ։ Այստեղ մենք խնդիր ունենք այդ նոր երիտասարդ կադրերը, որ չափով են ինտեգրում տնտեսության մեջ, որ չափով են նրանք պատրաստ, զբաղեցած պաշտոններ, որ չափով նրանք համարժեք։ Պարոն Կամենյան, մի րոպե, ես իհարկե որևէ մեկի փաստաբանը չեմ, բայց եկեք այսպես նայենք երևույթներին։ Տեսեք, հարկային քաղաքականությունը բաղկացած է երկու կարևոր ոլորտից՝ օրենսդրություն եւ վարչարարություն։ Այո։ Հիմա քաղաքականության այդ օրենսդրական մասը ընդունված օրենքներն են, իրավական ակտերն են, հա, որոնք պետք է վարչարարության ձևով ներգործեն բիզնեսից հավաքագրեն հարկերը եւ մենք գիտենք, որ դուք էլ շատ լավ գիտեք, որ հարկային քաղաքականություն եւ վարչարարություն իրականացնելը մենակ ամեն գնով բյուջե լցնելը չի, ինքը պետքա կարգավորիչ գործառույթ կատարի, որպեսզի բիզնեսները չջարդվեն, չտուժեն, ամեն կերպ մենակ ֆիսկալը չլինի։ Հիմա երբ որ մենք ասում ենք, որ ՊԿ պետք է այսպես աներ, մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ տնտեսությունը պետք է աշխատի, որ ինքը տանի, այսինքն տնտեսություն աշխատել նշանակում է, որ գրավիչ լինի ներդրումներ անել այդտեղ, ասինքն հիմա ՊԿ-ը եթե sense առանձնանանք, ինչ տնտեսություն որ կա, անդեղից տանում է։ Էն էլ մի բան էլ լավ է լատա։ Բայց տնտեսությունը աշխատում է որ տանի, թե չէ, այս է։ Եթե թույլ կտաք, կոնկրետ այդ տապալումը, ես իհարկե անձերի հետևից չեմ ուզում այդքան գնամ։ Կոնկրետ այդ տապալումը նշանակում է մի բան։ Հայաստանում հորիզոնական զարգացման մոդելը հասել է իր գագաթնակետին։ Այսինքն տեխնոլոգիական ինովացիոն շունչը, որը կարծես Ճապոնիաներում, Չինաստաններում, Թայվանում թևածում է տնտեսության մեջ, մեր մոտ դա չկա։ Սա ազդակ է, սա ազդանշան է, որ մենք պետք է տնտեսության մեջ իրականացնենք փոփոխություններ, այո, կառուցվածքային փոփոխություններ եւ այդ կառուցվածքային փոփոխությունների պատրաստումը իհարկե պետք է իրականացնել ֆիսկալ գործառույթները, նա ավելի շատ հավաքագրման պարտավորություն է, բայց նրա օրենսդրական ուղեկցումը պետք է իրականացի ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի եւ ազգային ժողովը ամբողջովին իր կազմով, այսպես ասենք։ Եվ ֆինանսների նախարարությունը։ Ես ձեզ բերում ընդհանուր ժամերի օրինակ եմ բերում։ Երեկոյան ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի նախագահ Թունյանը հայտարարեց, որ ֆիզիկական անձանց հայտարարագրման վերջնաժամկետը տեղափոխվում է մինչև նոյեմբերի 1։ Նախ դրանից զատ նա հայտարարում է, որ հաջորդ տարի դա լինելու է ինչ որ մարտի 2-ից մինչև հուլիսի 4-ը, հետագայում լինելու է ինչ որ ժամկետներ, ոչ մի բացատրություն կարևոր այդ միջոցառման հետ կապված պարզապես չկա։ Ինչը նշանակում մարտի 2-ից, եթե նախորդ տարին են ամփոփում, շատ բարի։ Ապա հունվարի 1-ից առավելապես եւ գիտե ողջամտությունը ենթադրում որ այսպես մի հարց էլ կա այստեղ։ Ներողություն, որպեսզի մեր հերոստատիտողները լավ պատկերացնեն։ Տեսեք, պարոն Կամենդացյան, ինքս էլ լինելով օրենսդիր երկար տարիներ, մենք պետք է հասկանանք, որ ցանկացած օրենսդրական փոփոխություն ենթադրում է ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համապատասխան հոդվածների համաձայն երկու կարևոր միջոցառում։ Մեկը հանրային քննարկում, հա, մենք տեսանք, որ հայտարարագրման դեմ այդ գործընթացի դեմ ինչ մեծ ալիք առաջացավ։ Ալիք չկա։ Ընդհանուր ալիքը գալիս է պետական համակարգից։ Պետական համակարգում հասկացել որ տապալել են։ Չէ, մի րոպե, բայց այդ տապա ինքը իրան չհասկացավ, որ ձեր ասած տապալում։ Ինքը իրան ինչ որ ընդվզում եղավ, հանրությունը, տնտեսական շրջանակները, քաղաքացիներ դրա մասին խոսեցին։ Մեկ, այսինքն հանրային այդ ինչ որ պետք է հետաձգեն, էլի միգուցե այդքան չպետք է հետաձգեն, պետք է ընդհանրապես հետաձգեն այդ մի տարին հետո նոր հասկանան։ Սա մեկ, այսինքն հələ պետք է այդ փոփոխությունը, որ դուք ասում եք հանձնաժողովի, ազգային ժողովում հանրային քննարկում որտեղ ոնց ինչ, եւ երկրորդը ազդեցության գնահատական։
Այսինքն այդ կլինի այդ օրենքը, մյուս օրենքը եւ այլն դրա ազդեցության գնահատականը տվել են, որ ասենք եթե մենք հետաձգում ենք, այսպեսի բան, այսինքն այն ժամանակ պետք է սենց ակնկալիքներ ունենայինք, եթե կիրառվեր արդեն, չեմ անում, մինչեւ ապրիլի 1-ներ, թե մայիսի 1-ներ։ Մինչեւ մայիսի 1-ներ վերջաժամկետը։ Եվ այս որ հետաձգում ենք, այդ ազդեցությունը փոխվում է դառնում է ինչ որ մի այլ բան։ Այս բանը առայժմ պետք է սպասել տեսնել ինչ են անում։ Սա մեկ հետ գալով դեպի ուրեմն մեր խնդրող քննարկման առարկան, որովհետեւ շատ ցակուցրիվ տարբեր տեղեր չկա։ Երիտասարդների մասին ես հիմա կպատասխանեմ։ Այդ է, երիտասարդ մարդը ունի բարձր գիտելիքներ, կարմիր դիպլոմով ավարտական վկայականով ավարտել է մասնագիտական որևէ բու, իր մասնագիտությունը ստացել է, ուզում է աշխատի կամ որպես որոշակի օղակներում վարձու աշխատող կամ ինքը ուզում է իր բիզնեսը դնի։ Մենք անդրադառնանք հələ իր բիզնեսը դնելուն։ Ինքը ինչ շանս ու ինչ հնարավորություն ունի, ես ասացի 3 բան՝ հարկային, բանկային վարկեր եւ մրցակցային հարաբերություններ։ Պարոն Մելքումյան, երիտասարդի համար ես վերջին օրերին ուսումնասիրում եմ համաշխարհային զարգացման տրենդները տնտեսության եւ բոլոր մասնագետները գլխավորապես ովքեր կիրառական բնույթի նաև աշխատություններ ունեն, նրանք համերամիաբերան պնդում են, որ ապագան դա արհեստական բանականության հետ զուգորդված եւ այդ տնտեսական նոր ճյուղի հետ աֆիլիացված, փոխկապակցված գործառույթները պետք է լինեն։ Ընտրում շեշտում են, որ հաջորդ տասնամյակում տնտեսության առնվազն 40%-ի մեջ արհեստական բանականության այս տեխնոլոգիական շունչը, տեխնոլոգիական ներգործությունը լինելու ահռելի։ Հիմա սա հետ կապված Հայաստանի Հանրապետությունում համապատասխան մասնագետները, համապատասխան մենեջմենթի մասնակիցները եւ մարդիկ ովքեր լիազորություններ ունեն կառավարելու նաեւ տեսական գիտելիքներով տնտեսությունը, նրանք պետք է հասկանան, որ ինչ կարելի է այստեղից, ինչպես ասում են, ստանալ, ինչ կարելի է ներդնել, ինչ կարելի է ստանալ։ Առաջնահերթ կարծում եմ մեր մոտ կրթության բնագավառում այդ ինժեներների, ծրագրավորողների հետ կապված մեծ աշխատանք պետք է սկսել, պետք է ձեռնարկություն։ IT ոլորտ մեկը։ IT ոլորտ, ընդ որում այս ոլորտը մի հնարավորություն է տալիս մեր փոքր ռեսուրսներ ունեցող երկրին ստանալու համաշխարհային տնտեսությանը կոոպերացվելու հնարավորություն։ Ճիշտ եք ասում, ներողություն եւ այդ ազդակները, դες շատ տեղին հարցադրում եք անում, ես ասեմ նաեւ, որ շատ շփումների իմ արդյունքում ես տեսնում եմ, որ այն ծնողները, այն ընտանիքները, որտեղ կան դպրոցահասակ երեխաներ, արդեն 4-րդ, 5-րդ, 6-րդ դասարանում, ծնողները անպայման ուզում են հատուկ լրացուցիչ, այսպես ուսուցման տալ, պարապելու տալ, հատկապես մաթեմատիկայի ուղղությամբ, ենթադրաբար ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով դպրոցներ եւ այլն, որ երեխեքը գնան այդ ուղղությամբ, որտեղ ի վերուս միգուցե իրանք չեն շփվել, այսպես լսելով մեր հանրապետությունը ոնց է, իրար լսում են, կարդում են, որպեսզի երեխան ինքը այդ գիտելիքները մաթեմատիկական հենքը ունենա եւ երկրորդ օտար լեզուն, այսինքն օտար լեզու, անգլերեն եւ մաթեմատիկա պարապել, որպեսզի ինքը գնա իր ուժերը փորձի տեսնի այդ IT ոլորտում ի վերջո ինչ արդյունքներ կարող է ստանալ։ Պարոն Մելքումյան, Սիլիկոնյան այդ հովտում Ամերիկա, որտեղ հիմնական ծրագրավորման հրաշքներն են ոնց որ ծնունդ առնում, այդտեղ ապրողների զգալի մասը հնդիկներ են, օրիգինալ հնդիկներ են, Հնդկաստանից արտագաղթած, որոնք հստակ տիրապետում են անգլերեն լեզվին, որովհետև անգլիական գաղութատիրությունը նման նվեր թողեց Հնդկաստանի ժողովրդին, առաջին հերթին, եւ երկրորդը նրանք մաթեմատիկայի յուրօրինակ կրողներ են հանդիսանում, կրիչներ են հանդիսանում, հավանաբար պարսկական եւ հնդկական այդ մշակույթները, Թոյնբիի ասած քաղաքատնտեսական այդ դիտարկումներով, նրանք մաթեմատիկական փայլուն իրենց մեջ պարունակում են գենետիկ ինչ-որ մի կոդ։ Բայց ինչքան լավ կլինի, որ մեկ հայ երեխան դպրոցականը, հետագայում ուսանողը եւ հետո տաղանդավոր մասնագետը ենթադրենք փոխարինի առնվազն 7-8 հնդիկ մասնագետի, այսինքն այնքան այդ տաղանդի մեջ ակումուլյացիան այնքան շատ լինի։ Իհարկե մենք տենց կարող է ֆանտաստիկ բաներ ենք ենթադրում մեր տաղանդների մասին։ Չէ, մենք ֆանտաստիկ բան չենք քննարկում, օրինակ նայեք, համաշխարհային առիթից որ մենք զրուցում ենք, ես մի օրինակ բերեմ 16-րդ, 17-րդ դարերում, երբ որ Հնդկաստանում արդյունահանված ադամանդները ինչ որ ճանապարհներով գնում հասնում են Եվրոպա, միապետները արքունիք են հասնում, այդ թվում Կոխինորը, ենթադրենք Արլով, այդ ադամանդները խոշորագույն անգլիական, ռուսական թագերը, զարդարողները
այդ ամբողջ շղթայի մեջ որպես կանոն եղել է 1 հայ։ Մեկ հայ առևտրական, որոնք ես նա զգալի մասի պատմություններ կենսարգություն ուսումնասիրել եմ, զգալի մասը 7-8 լեզու է իմացել, մաթեմատիկական փայլուն գիտելիքներ ունեցել եւ ժամանակի այդ հաշվիչներ, կալկուլյացիոն համակարգներ չնելու պարագայում հաշվարկներ են վարել իտալական։ Լավ, հասկացա, այդ ամբողջ բազմադարյան պատմության, այդ հարուստ պատմության, գրավիչ պատմության արդյունքում որտեղ եղել են հետընթացներ, առաջընթացներ մեր ժողովրդի, այսօր ինչ վիճակում ենք, ես այդ հարցը տալիս եմ այսօրվա երիտասարդի համար։ Երիտասարդությունը պետք է անի շարժիչ ուժը։ Ես ուզում հասկանամ մեր այսօրվա ուսանողությունը, երիտասարդները, երիտասարդ մասնագետները, դրանք ոգևորությամբ են այսօր արարում ու ապրում մեր երկրում։ Դուք ինչ զգացումներ ունեք։ Այ իմ հարցը որպես դες չլինի սովորական հարցազրույց, որ ակադեմիական ոճով ինչ որ մեծ բաներ խոսենք, թվեր բերենք, մեր դուք որ ես եւ դուք շփվում ենք երիտասարդ, դուք ինչ եք զգում երիտասարդների մեծ մասը, ի վերջո ոգևորված է ապրում, սովորում, արարում, թե ինչ որ ձևով սենց ինչ որ գնում է, որ տեղ հասնի չգիտի թե ինչ, ու այդ հարցը տա, բա ինչ ալնելու չգիտենք հələ։ Ինչ կասեք։ Պարոն Մելքումյան, այստեղ մի կարևոր հարց ենք մենք բախվում, որովհետեւ մենք այստեղ գործ ունենք ծնող եւ երեխա դասիրակման հետ կապված հարցին մենք բախվում ենք եւ պետք է ավելի շատ մենք տարածենք այս հարցը պետություն եւ երիտասարդ քաղաքացի փոխհարաբերության վրա, որովհետեւ պետությունը ծնողի նման պետք է շահագրգռված լինի, որ իր երիտասարդը աճող սերունդը փոխարինողը կրթված լինի, հեռու լինի զանազան մոլախաղերից, հեռու լինի թմրամոլությունից եւ մեր արժեքային համակարգը, որ հայկական էթնոսը դարերի ընթացքում մշակել է, որով մենք իմիջիայլոց տարբերել ենք մեր հարևան բոլոր երկրներից, բացառությամբ հավանաբար միայն պարսկական քաղաքակրթությունից, բայց պետությունը պետք է ձեռնարկի կտրուկ անհապաղ միջոցներ, որպեսզի երիտասարդության ճանապարհը լինի գիտության մեջ, լուսավորության մեջ եւ զարմանալի չէ, որ Մեսոր Մաշտոցի առաջին դարը դա համարում էր լուսավորության դար եւ թարգմանչած դարը, երբ որ մենք կարդում ենք Մեսոր Մաշտոցի դպրոց աշակերտը, դա յուրաքանչյուր մի լուսավոր անձնավորություն է եղել եւ մեր էթնոսը 1600 տարի այդ ցանկությունն ունեցել է։ Իհարկե հիմա կան բազմաթիվ խանգարող համակարգեր կան, ազարտային խաղեր, ընդ որում էլեկտրոնային, որոնց հետ կապված պետությունը կարծես ոչ մի աշխատանք չի ուզում կատարել։ Դրանք համակարգված կերպով պետք է արմատախիլ արվեն, ամբողջովին, պետք չէ նրանց հարկը, որովհետև նրանց տրված վնասը, այս ստացած կոպեկները, որ պետական բյուջեի գալի, դրանք համադրելի չեն։ Պետությունը պետք է մի կարևորագույն միջոցառում իրականացնի սպորտի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցներում եւ ուսումնական հաստատում մասսայական պետք է բարձրացնել, որովհետեւ օրինակ նայեք, նույն պայքարային արվեստները, նույն պայքարային արվեստների հետ սահմանակից մնացած դիսցիպլինները, դրանք ինչ են բերում մարդու մոտ զսպվածություն, նպատակաուղղվածություն, սեր եւ հարգանք։ Ես ասեմ, որ պարոն Կամենդացյան, վերջերս ես քանի որ ես մոտիկից շփվում եմ տարբեր մեր գործընկերների հետ, նաեւ մեր հերոստատիտողները գիտեն, մենք պետք է ասեմ, որ ձեր ասած այդ ուղղվածության մարզաձևերը դրանք այսպես կոչված ոչ օլիմպիական մարզաձևերն են եւ մեր գործընկերներից այսօր շատերը նաեւ ուրեմն Հովանես Սառուկյանը, Գագիկ Սառուկյանի որդին, Արմեն Մանուկյանը, տարբեր մեր գործընկերներ լծված են այն գործին, որ ոչ օլիմպիական մարզաձևերի այս ֆեդերացիաները, որոնք մեծ հանրույթ է, այսօր զբաղված են, որպեսզի կարողանան հատկապես այն մարդիկ, այն մեր հայրենակից երիտասարդները, որոնք նաև վիրավորում են ստացել, որոնք որ խնդիրներ ունեն, կարողանան պատշաճ մարզվեն, նրանց համար պայմաններ լինի եւ հետո տեսեք վիրավորում ստացած մարդը, որը մարզվում է ուժեղ, այն առողջ երիտասարդը նույնիսկ վարակվելով դրան գա եւ այդ մարտարվեսով։ Սա իհարկե նաեւ կարծում եմ, որ այդտեղ նաեւ պետական քաղաքականությունն է։ Տեսեք, մի կողմից այդ ազարտային խաղերը, որ պետք է արմատախիլ արվեն կամ խիստ կանոնակարգվեն, որոնք չխանգարեն մեր երիտասարդությունը, մյուս կողմից այդ մարզվելու հանգամանքը, ես կարծում եմ, սրանք պետք է բալանսավորված առաջ մղեն։ Բայց մենք եկեք առաջ շարժվենք, մենք շատ խոհափիլիսոփայական եւ շատ պրակտիկ բաներ ենք անում։ Այսպեսի մի բան կա, չէ՞, գիտապրակտիկ, այսպես չեմ ուզում վերացենք տենց մի քննարկման, հետ գանք, հիմա երիտասարդի դիտակետից նայեցինք։ Լավ, եկեք հասկանանք, ի վերջո երիտասարդ տաղանդավոր երիտասարդները անկախ մասնագիտությունից ուզում են հասկանան, այս երկիրը ինչ մոդելով է զարգանում։
երկրի զարգացման մոդել պետք է լինի, մենակ տնտեսական չէ, սոցիալական մոդել, տնտեսական մոդել, անվտանգային մոդել չէ։ Լավ, հիմա մենք անք, դուք կարող եք ասել, որպես փորձված տնտեսագետ, մեր երկիրը տնտեսական զարգացման մոդել ունի, թե չունի։ Մենակ անկեղծ։ Անկեղծ, իհարկե, մենք չենք պատրաստում իրար խաբել կամ հանրությանը խաբել զրույցի ընթացքում։ Պարոն Մելքումյան, գիտեք, մոդելի հետ կապված մի զավեշտալի դեպք եմ ուզում ձեզ պատմել, շատ կարճ։ Մեր տնտեսական բլոկի նախկին ղեկավարներից մեկին, դպրոցներից մեկում, թե գիմնազիաներից մեկում երիտասարդ հարց է տալի, բավականին ուսյալ։ Հարց է տալի, թե դպրոցական հարց է տալիս եւ հարցնում է. դուք Քենսի թե Ֆրիդմանի տեսության կողմնակից եք։ Այս երիտասարդը հետաքրքիր հարց է տալ, որովհետև այս երկու մոդելները դրանք տնտեսագիտությունը առաջ հրող, առաջ տանող իրենց միջև եղած անտագոնիզմով բևեռներ են, եթե շատ հետաքրքիր հարց է եւ նրան պատասխան է տալիս մեր այդ հարգարժան ընկերը, որ մենք ունենք մեր հայկական մոդելը։ Իհարկե, նման բան չկա։ Դա նույնն է, որ Քենսից ու Ֆրիդմանից բացի, դա նույնն է, որ ընդհանրենք թվաբանական որևէ խնդիր լինի եւ հռոմեական կամ արաբական նիշերի փոխարեն ինչ որ որևէ հայ հայտարար, որ մենք մեր խազերով ենք դա լուծելու որոշակի։ Հիմա ինչ վերաբերում է մոդելին։ Մոդելի հետ կապված գիտեք որն է, մենք լրջագույն խնդիր ունենք, որովհետեւ մեր երիտասարդությունը գտնվում է այնպիսի կիզակետում բախումների, տեկտոնական բախումների, որովհետև մի կողմից այդ լիբերալ շունչը, որ Եվրոպայից իբր թե գալիս էր, մի կողմից նա բախվում էր ավանդապաշտ, հիմնականում ավանդապաշտ մեր պատկերացումների հետ, որովհետև մեր տարիքի մարդիկ մեր ծնողների նկատմամբ, մեր ընկերների նկատմամբ, հանրության նկատմամբ, հարևանների նկատմամբ, աշխատանքի նկատմամբ նաև, չէ, մեր ուսման նկատմամբ ունեցել ենք հստակ արտահայտված ինքնազսպում, համբերատարություն եւ նպատակասլացում, ընդ որում միշտ ցանկացել ենք, որպեսզի ավակ ընկերներից մենք սովորենք, որովհետև ավակ ընկերները դա փորձի, գիտելիքի փոխանցում է եւ հնարավորությունը կարծես թե երկուսն են կոմունիկացիայի իմաստով, մեկը գրքերն են, մյուսը ավակ ընկերներն են։ Այս երկու տարատեսակները միշտ օգուտ են տալի մարդուն։ Հիմա մոդելի հետ կապված, գիտեք, մեր երկրում այնպեսի մի իրավիճակ է, որ չես հասկանում, ընդհանրենք ինչպիսի մոդելով ենք մենք շարժվում։ Իրականացնում է սոցիալիստական բնույթի ինչ որ հայտարարություններ, բացառիկ կոմունիստները կնախանձեին նման հայտարարություններին։ Դրանից հետո ընդհանրենք լիբերալ տնտեսական ինչ որ մոդելի բաղադրիչներ են բերում։ Այսինքն ամեն ինչի հանդիպում է։ Ամեն ինչի հանդիպում է, ընդ որում գիտեք, ոնց է ցանկացած բան, կիսատ պրատ, ցանկացած բան իրավիճակային եւ ցանկացած բան տպավորություն, որ մենք գտնում ենք ինչ որ հակադիր ազդեցությունների մեջ։ Միգուցե հենց մեր ըստ այսպես իշխանության, այսպես գաղափարախոսների մեր զարգացման այսպես մոդելը հենց մոդել չունենալու մեջ է։ Ես ցանկանում եմ ձեր թույլատվությամբ ցանկանում եմ ձեզ ընդհատել, առնվազն 2 ամիս առաջ ես լավ հիշողություն ունեմ, մեր հանրապետության այս ղեկավարը մի դասախոսություններ կարդում կառավարության նիստի ընթացքում եւ հայտարարեց, որ տնտեսությունը դա տնտեսական վարքագիծ է։ Լսեք, դա նախաբառերի ինչ որ կույտ է եւ ձեր ասած այդ անհասկանալի մոդելն է, որովհետեւ տնտեսությունը դա արտադրության, իրացման, սպառման, բաշխման փոխհարաբերություններն են։ Այս մարդը տնտեսական վարքագիծը, այսինքն հոգեբանական նորմը փորձում է կապել տնտեսության։ Դրանք իրար հետ ընդհանրապես կապ չեն։ Սա մի ապացույց է, մի կիրառական ապացույց է, որ մենք գործ ունենք չմշակված մոդելի հետ։ Հիմա տեսեք, հետ գալով մեր հայ երիտասարդին, տեսեք, ձեր խոսույթից բան է բխում։ Տեսեք, ընդհանրապես աշխարհի բնակչության 6-ից 7%-ն է, որ բիզնեսով է զբաղվում, ընդ որում 42-44 տարեկանից հետո նրանք էլ ակտիվ բիզնեսով չեն ուզում զբաղվել, որովհետև խոշոր բիզնես, որովհետև շատ ծանր է, կամ փոխանցում են իրենց ժառանգներին, կամ հավատարմագրային կառավարման, կամ մենեջերների։ Ասենք մի տարիքից հետո արդեն հասկանում են, որ ինչ որ մի կարողությունից հետո նրանք պետքա վայելեն նաև։ Հիմա հետ գալով մեր հայ երիտասարդին, որը մենք ենթադրաբար գտնում ենք, որ կան վարձու աշխատանքով զբաղվելու, կարող է լավ մենեջեր լինի, լավ մասնագետ, բայց գոնե մի մասը պետք է ինչ-որ բիզնեսով զբաղվի։ Այն ընտանիքները, որտեղ որ այդ երիտասարդների ծնողները կամ ընտանեկան բիզնեսը արդեն կա, իրանք բնականաբար մասամբ կշարունակեն կառավարել կամ զբաղվել դրանով։
Բայց այն ընտանիքները, սիրելի հայրենակիցներ, դիմում եմ ձեզ, որտեղ որ դեռևս բիզնես չկա, երբ որ ասենք ծնողները, պապերը եւ այլը չեն զբաղվել, դա չի նշանակում, որ այդ երիտասարդը շանս չունի։ Այն ժամանակ կարող է եկել են խորհրդային տարիներից, հələ որ այդ սովորությունները, այդ կարողությունները, հմտությունները իրանց մեջ նստած չի։ Բայց այս պայմաններում, պարոն Կոմենդանտյան, ես կարծում եմ մեր հաղորդումների ժամանակ հələ մենք կհանդիպենք եւս։ Մենք պետք է ներարկենք մեր երիտասարդներին, որ պետք չվախենալ զբաղվել, որտեվ բացասական սպասումները եթե շատ են, տեսեք, եթե շրջապատում մեկը մեկի հետ խոսելով, հո Հայաստանի իրավիճակի մասին գրքեր չեն կարդում։ Գիրքը կարդամ, տեսնեմ այ Հայաստանում այս ինչ վիճակը սենց է չկա։ Հեռախոսային ինֆորմացիան։ Հեռախոսային, ինտերնետային, կայքային, Facebook-յան, հա, եւ այլ այդ ինֆորմացիաները հարցազրույցների, այս տիպի մոտավորապես իրանք ձևավորում են որոշակի մթնոլորտ, սպասումներ, դա կարող է լինի դրական, կարող է լինի բացասական, կարող է լինի անորոշություններ։ Եվ այդ պարագայում, տեսեք, ես իմ արժև խնդիր եմ դրել նաև 30 րոպե Միքայել Մելքումյանի հետ մեր հաղորդման շրջանակներում, որպեսզի մենք կարողանանք ներարկենք այնպիսի սպասումներ, կարևոր չի իշխանությունով է։ Եթե երիտասարդ ուզում է զբաղվի բիզնեսով, ինքը այնպիսի սպասում, իմանա ռիսկերը, նախ մենք տեսեք, հիմա քիչ հետո կանդրադառնանք։ Իսկ ինչ ռիսկեր կա։ Ինչ կարող լինի։ Կարան գան փագեն, խլեն, չգիտեմ, էս անեն։ Ես դրա համար նաև մրցակցային հարաբերությունների մասին։ Թե կարողան էս լինի, որ ոչ մեկը չմոտենա, արտակուս թվա թե ինքը շատ լավ է, բայց մրցակցության աստիճանը նենց լինի, այլ հովանավորչական, որ ինքը ուղղակի չկայանա։ Այս ժամանակները ձեր պատկերացած խլելու, չթողնելու, պրոտեկցիայի, հովանավորության այս ժամանակները կարծես թե բավականին հեռացել է ներկա իրավիճակից։ Այսինքն կարող են չէ ֆիքսել, որ տենց կա այդ պահը։ Դա կարելի է վստահորեն, իհարկե մի խնդիր կա, որի հետ կապված կարող լրջագույն մտահոգություն կոնկրետ ես ունեմ։ Դա սուբվենցիաների բնագավառում այդ խնամի, ծանոթ, բարեկամ, պետական գնումների փոխկապակցված այդ երևույթները դա գիտեք ինչ մի րոպե շատ կարևոր բան եք ասում։ Այդ տեսեք այդ խլել եւ այլը դրանք անցել են։ Դրանք այլևս չկան։ Կարող է նախկինում, բայց էլի չեն եղել, դե ուղղակի տենց բան է, ռոպագանդա է։ Գիտեք, դրա համար հավանաբար պետք է ինֆորմացիայի մի զգալի պաշար, որովհետեւ տեսական աշխատանքի միջոցով նաև գանք դրան հասնենք եւ գիտեք ոնց է միայն բամբասանքների այս պատմությունների թելը չբռնեն գնա։ Շատ բարի, այսինքն Արիադնեի այդ թելը մեզ տանում է ուրիշ տեղ։ Հիմա այդ էջը գնացել է, տես տպավորություն է եղել կամ մարդիկ հանդիպել են եւ այլն, այնուամենայնիվ անցալումը տենց բան է եղել։ Հիմա դա տես ասում եք հերոացել է։ Ես եմ համաձայն, մի րոպե, հեսա կասեք։ Հիմա հեսա կասեք ձեզ հիշեք, որ չկա։ Հիմա տես դուք ասում եք պետական գնումներ, սուբվենցիաներ, խնամից անոթ։ Բա դա որտեղից գիտեք դուք, դա որտեղ է այդ խոսույթը, այդ որտեղ է ձևավորվում։ Այդ խոսույթը ձևավորում է հետևյալ կերպ։ Մենք ուսումնասիրում ենք տենդերների բազաները, այս տենդերների բազաներում մենք հանդիպում ենք նույն մարդկանց, նույն տնտեսվարողներին, որոնք պարզապես սուբվենցիաների փողը, ես ես անկեղծ ասեմ, միգուցե կոպիտ է հնչում, պարզապես լափում են։ Այո, պետական բյուջեի կոպեկներով հավաքված, ընդորում երկրի համար անվտանգային շատ ծանր պայմաններով հավաքված ցանկացած դրամը շատ կարևոր եւ նա պետք է աչքի լույսի պես պալ եւ գողից դա պետք է հեռու տանել։ Բայց մենք գիտենք ոնց է, մենք արտակուս թվացող այդ գողությունը հիմա փոխանցվել է փոշիացման process-ով։ Փոշիացման process-ը ո՞րն է, պարոն Մելքումյան։ Հետադեք մի տենդեր, որը կարծես պահանջված չի։ Խճապատում ինչ որ մի տարածքում խճապատում կամ այդ ծանոթ այդ եզրաքարեր, ասֆալտի այդ մնացած հարցերը նույն մարտիկ նույն տենդերներում հաղթում են, ընդ որում ամենակարևորը գիտեք հարցը որն է, որ այս հաղթանակները սրանց տնտեսական իրենց մեջ չեն պարունակում տեխնոլոգիական որևիցե տար։ Ինչ որ զոդելը մի երկաթե կոնստրուկցիայի տանիքը փոխելը, թիթեղները փոխելը կամ սպիտակեցները, որ պատի, սրանց տրված փողը հաջորդ պահին ավելացած արժեք չի ստեղծում։ Նա փոշիացվում է, դա գնում կորում է այդ փողը։ Ընդ որում գիտեք, հարուստ պետությունը կարող է իրեն թույլ տալ, որ ամեն ինչ անի, որ իբր թե կենսամակարդակի հետ միացան բարօրությունը որոշակի քաղաքացիներ բարձրացի, բայց մենք գտնում ենք այնպիսի վտանգավոր, անվտանգային ռիսկերի պայմաններում, խաչմերուկում, որ պետությունը նախ պետք է որոշի, հստակ որոշի, թե որ գումարը որտեղ է գնալու, արդյոք դա արդարացված է։ Այսինքն դերողություն։ Դուք պնդում եք, դուք համոզված եք, որ
այդ կոպիտ ենք ասում, նախքին իբր թե եթե դա տենց ա եղել, այն ժամանակ էլ երևի իրա ռոպագանդա ա եղել, խլոցի մլոցի այս փայ մտնել չէ տենց բան։ Դրանք ներողություն, քվոտաներ, որ ներկրման քվոտաներով ինչքան ինչպես դրանք չկան եւ այսօր կա այդ ձեր ասած սուբվենցիաներ, պետական գնումներ։ Բացի սուբվենցիաները հիմա նոր թեզ է պատտվում ազգային օպերատորներ եւ այս ազգային օպերատորների թեզը ամենաբարձր մակարդակով վարչախմբի տարածվել է այդ դրոշմավորման գործընթացի վրա եւ տարածվել է այդ խաղային ինդուստրիայի վրա փորձում են ինչ-որ օպերատոր մտցնել այս թեմաների մեջ օրինակ այդ իմար թեմայի հետ կապված այս տնտեսվարողների կողմից ահռելի քանակի բողոքներ ունեմ ահռելի քանակը որտեւ անհասկանալի պայմաններում պետեկամուտների գործառույթը երբ որ նախկինում այդ դրոշները այդ ակցիզային մարկաները տպում էին եւ ծրի տալիս էին տնտեսվարողներին հիմա 4.5 անգամ թանկ է 4.5 անգամ թանկ է միայն այդ էլեկտրոնային հաղորդագրություն ստանալը ֆայլը 4.2 3.5 եւ դրան գումարած ավելացած արժեքի հարկ եւ պատկերացրեք դրանից հետո սկսվում է տպագրման process-ը այսինքն 10 դրամանոց ապրանք արտադրող մարդու համար 10 դրամ վճար առաջանալու օրինակ եմ բերում Ես մոտավորապես ներողություն եթե մենք փորձենք մի քիչ տնտեսագիտական հաշվարկ անենք այդ բեռը ծախսի բեռը եթե ես չեմ սխալվում Հայաստան ներեկրվում ամենափոքր դասակարգմամբ ամենամանր դասակարգմամբ մոտ 95000 անուն ապրանք տարեկան որի մոտավորապես որից 60-65000-ը վերում էին 18-ից 20 ներկրողներ այսինքն այս մոնոպոլիզացման բանը դեռևս մնում է դա չի փոխել տեսեք տնտեսական տեխնիկական մոնոպոլ դիրք չէ ես հեսա գալիս եմ դրան այսինքն նախորդ ժամանակներից եկած տնտեսական ստատուս քվոն այսինքն իրերի վիճակը եւ այդ քաղաքական փոփոխություններից հետո 18 թվականի որևէ բան ստեղ չի փոխվել որտեղ տնտեսական պատերազմ չկա իներցիան պահպանվել է նրա այսինքն անհնար է այսինքն ստեղ ոնց որ մենք ասեցինք բան Տրամպի հետ կապված առևտրային չէ այս մասով մեր մոտ այդ բանը տնտեսական պատերազմ այդ իրերի վիճակ որտեղ անհնար է այսինքն այդ ստատուս քվոն քանդել անհնար էր հիմա եթե մենք հիմա ներողություն եթե մենք գանք հաշվենք այդ 10 դրամը ձեր ասած բազմապատկենք ապրանքների այն ապրանքները որոնք դրոշմավորվում են դրա քանակով ապրանքային այդ խմբերը անընդհատ ավելացվում են միլիարդներ կլինի այդ դրամային ամբողջ հարցը գիտեք որն է ամբողջ հարցն է որ եթե հայտարարում է տենդեր այդ տենդերին պետք է մասնակցեն առնվազն գոնե տենդերի պայմանները հաղթողորոշումը պետք է լինեն այնպես որպեսզի գոնե 1 տասնակից ավել կազմակերպություններ շատ բարի ես հասկացա ձեր միտքը պարոն Կոմենդացյան հիմա գալով պետական կառավարման համակարգի կողմից մատուցվող ծառայությունների որակին եւ բիզնեսին եւ քաղաքացիներին չէ հանրությանը պետական կառավարման համակարգը թիմ համակարգը ամենը իր վերապահված օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում չէ բարձ եմ ասում մատուցումա ծառայություններ բիզնեսին քաղաքացիներին հանրությանը վերջերս նաեւ ուրեմն կառավարության նիստի ժամանակ ամենաբարձր մակարդակով հնչեցվեց որ նույնիսկ 70% չգիտեմ քան որ չկա ստանդարտին կամ պահանջվող որակին համապատասխանող կադրեր։ Հիմա ես ինչի եմ գալի։ Ես արդեն տևական ժամանակ հետեւյալ միտքն եմ հնչեցնում, որը ինձ թվում է հիմքեր ունի, որ եթե պետական ապարատը ի վերուստ ունի լիազորություն մատուցել ծառայություններ եւ այդ եթե ինքը որակ չունի, ուրեմն ծառայությունները էլ որակ չունեն։ Ինքը անորակ ծառայություն է մատուցում, ավելին վնաս է տալիս։ Պատկերացրեք համապատասխան հմտություններ, կարողություններ չունեցող մասնագետների խումբը, որոնք որ հազարներ են, իրանք մատուցում են նաեւ ոչ որակյալ, մեղմ ասած, ծառայություններ ու վնաս են տալի։ Ավելավաճ ճիշտ չի, որ մենք այդ փողը ծախսում ենք այդ պետական ապարատում աշխատող ուրեմն մարդկանց վարձատրելու համար, որոնք սկի հաճախ իրանք էլ մեղք չունեն։ Ինքը գնում է սիրուն նստում է իր աշխատասեղանում, սուրճը խմում է, ինչ որ բաներով զբաղվում է։ Օֆիսային պլանկտոն է։ Վախենում է, որ ինչ որ կտրուկ բաներ անի, որտեղ կարող է քրեական գործեր հարուցեն։ Հակակոռուպցիոն մեղադրանքներով ու ստոպ, միած ստոպ կանգար վիճակ է, կրկնում եմ, ստոպ կանգար վիճակ եւ դա այդ ստոպ կանգար վիճակը, ուրեմն վարձատրվում է։ Պարոն Կոմենդացյան, ես առաջարկում եմ, արդեն հաշվի առնելով այդ վերը նշված իմ հարցադրումը, որ եթե իրենք էլ մեղք չունեն, նորից կրկնում եմ, պետական եւ տեղական ինքնակառավարման տարբեր, տեսեք հազարավոր մարդիկ են,
ուրեմն 200,000-ից ավելի։ Աշխատողներ, որոնք մատուցում, չէ, այդտեղ դպրոցների ուսուցիչներ, բան ես մի կողմ եմ դրել։ Դրանք էլ դեր ունեն կատարելու։ Ընդորեն նրանց պատասխանատվությունը ավելի բարձր է։ Եկեք հələ այս բային ուսուցիչներին չմեղադրենք, որտեղ ուսուցիչներ են ի վերջո, հակառակը նրանց նկատմամբ հարգանքը պետքա բարձրացնենք։ Այդ անորակ ծառայություններ մեղմ ասած մատուցելու դիմաց մենք վարձատրում ենք։ Մի կողմից դրանք խանգարում են process-ներին, երկրորդ կողմից պետությունը կորցնում է այդ գումարները։ Միգուցե մենք ուրեմն կիսով չափ պետական ապարատը կրճատենք եւ ինչ որ չափով պատշաճ ուրեմն վարձատրության համակարգն, ես չեմ ասում անպայման ավելացնենք կամ քչացնենք կամ եւ այլն, եւ մյուս կողմից ձերբազատվենք այդ վիճակից, որտեւ դուս ա գալի որ տարիներ շարունակ արդեն չներողություն 7 տարի է, չէ՞, ընդունենք 7 տարի շարունակ այդ համակարգերը շարունակում են աշխատել, մատուցել ոչ պատշաճ ծառայություններ, շարունակում են վարձատրվել եւ արդյունքում մենք տեսնում ենք, որ հակառակը process-ների խանգարում են։ Հիմա ինչ անենք, մի կողմից թվում է թե մեր հայրենակիցներն են, դա այնքան էլ կարող է լավ չի, որ դու ասում եկեք երկու անգամ, բայց մյուս կողմից էլ վիճակը ո՞նց է, ասենք դուք ո՞նց եք տեսնում այդ։ Ձեր ասածից հետևում է մի միտ, որ ես փորձեմ իհարկե ավելի հարստացնել։ Նայեք, հավանաբար լուծումներից մեկը կարող է լինել պետական ապարատի որոշակի լիազորությունների այս հասցեագրումը մասնավոր կառույցներին։ Պետություն եւ մասնավոր կառույցների հետ Բայց էլի չեն ասի այդ պետական գնման նման։ Մի վարքյան։ Ասելը այլ հարց է, մենք պետք է քննարկենք հիմնական արդյունքներով։ Հիմա նայեք, բավականին ճիշտ թեզ է դա, որ մասնավոր եւ պետություն համագործակցություն։ Հիմա մենք ունենք մի այսպիսի օրինակ, որ պետությունը հաշվի առնելով ՏՏ ոլորտի առաջնահերթությունը մոտավորապես 10 միլիարդ դրամի նվեր էր տվել ՏՏ ձեռնարկություններին եւ զավեշտը գիտեք ինչի մեջ էր, որ բարձրագույն տեխնոլոգիական այդ առաջադրանքները իրականացնող նախարարությունը 5 միլիարդ դոլար կապիտալիզացիա ունեցող համաշխարհային հսկայի դուստր ձեռնարկությանը Հայաստանում մոտավորապես 800,000 դոլարի նվեր է տալիս, դրամաշնորհ է տալիս, ոչ մի բանի դիմաց։ Այս 10 միլիարդ դրամից ուրեմն գումարները ստացել է ձեռնարկություններ, որոնք ընդհանրապես գրանցված են եղել ռուսական ռելոկանտների, գումարը ստանալուց օրերած լքել են Հայաստանը։ Այս մարդկանց տվել են 200,000 դոլարով, 300,000 դոլարով, 1,000 դոլարով, 5,000 դոլարով, ահռելի գումարներ բաժանել են, այսինքն այստեղ ինչ է ստացվում, ստացվում որ պետությունը այդ կառավարչական լիազորությունը իրականացնելուց պետք է իրական ամեն հարց 10 անգամ մշակեն նոր կտրեն։ Հասկանալի է, մեր ժամանակը մոտենում է իր ավարտին, պարոն Կոմենդացյան, շատ արագ անցավ։ Իդեպ ես ասեմ, բայց որ խոսեցիք այդ նախարարության մասին, ես 1-2 անգամ ասել եմ, որ այնտեղ մի լավ որոշում կա, որ այդ եկամտահարկը հետ են վերադարձնում, դա գիտական մշակումների փուլի համար է, որպեսզի այդ ձեր մենք ինչ որ խոսում էինք, որպեսզի խթանեն դա։ Լավ, ինչևից է, մենք երևի բոլոր հարցերը չենք կարող քննարկել, ես այստեղ արձանագրել էի նաև որ պետական պարտքի մասին պետք է խոսենք շատ կարճ, երբ որ մենք հարկեր հնախոսեցինք, ես մոռացա ասեմ, սրա մասին անդադ ես ձեզանից խնդրում եմ ընդամենը կես րոպե ժամանակ։ Ես այս ներողություն ասեմ, այսինքն մենք 24 թվականին ունեցել ենք հարկեր հնա հարաբերակցության 25%-ի փոխարեն 23.6%, այո, եւ հիմա 25 թվին արդեն 25% է նորից ընդունված, 1.4%-ը դա անհնար է, որ մենք կարողանանք, նո աստվածա որ չգիտեմ ինչ կլինի, բայց բոլոր դեպս 21 եւ երկրորդ 750 միլիոն դոլարի տեղաբաշխում պարտատոմսերում 7.1%-ով նման թիվ չկա։ Սա նշանակում Կոտ դիվուարն է։ Այո, սա դուք եք դրա մասին։ Ես դրա մասին անդրադարձել եմ։ Սա նշանակում է, որ բարձր ռիսկայնության արձանագրում ուրեմն մեր տնտեսության հանդեպ, չէ՞, այս տոկոսը որ բարձր են տալու, ռիսկային է։ Պարոն Մելքումյան, նույնատիպ պայմաններում մեզ հավասար վարկանիշային գործակալություններ կողմից գործակիցով վարկանիշով Moody's, Fitch, Standard & Poor's Հունաստանն է մեր բարեկամ։ Նրանց գործակիցը 3B+ է։ Հայաստանինը BB+ է։ Նույն օրերին Հունաստանը տեղաբաշխել է 10 տարեկան ժամանակահատվածի համար պարտատոմսեր 3.7%-ով, Հայաստան նույն օրերին տեղաբաշխել է 7.1%-ով։ Սա մի կատաստրոֆիկ տարբերություն է եւ
ակնհայտ է, որ այստեղ ինսայդերային ինֆորմացիայի արտահոսքեր են եղել, որովհետև պահանջարկը այս պարտատոմսերի նկատմամբ եղել է մոտավորապես 2.4 միլիարդ դոլար։ 2.5 անգամ, հիմա մի կարճ ասեմ, սա ինչ է նշանակում։ Խնդրեմ։ Օրինակ, տարիներ շարունակ մեզ հանրությանը պատմում էին, բացատրում էին, կերակրում էին այն մտքով, որ այդ գումարները, որ տալիս են արտաքին պարտքի, դա տալիս են, որ մենք չկործանվենք, մեզանից այդ փողը չեն ուզելու, այդ փողը տվել են ծախսենք, փոշիացնենք, մսխենք, շատ ցածր տոկոսով էր նա։ Բացի ցածր տոկոսը, փաստացի պարզվում է, որ այդ գումարները մենք սպասարկում ենք, ընդ որում այս տարի այս բյուջեի մոտավորապես 140 միլիարդ դրամ գնալու մեծ այդ պարտքի սպասարկումներին եւ 400 թվականին 395 միլիարդ։ Մոտավորապես 400 միլիարդ ընդհանուր 11.3% բյուջեի։ 11.3%։ Հիմա նայեք, ինչ է նշանակում 395 միլիարդ դրամ, այսինքն մոտ 1 միլիարդ դոլար 1 միլիարդ դոլար ուրեմն մեր պետական պարտքի սպասարկմանը։ Հիմա նայեք, ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մեր պետությունը գալիս է կանգնելու է թվերական բավականին սարսափեցնող թվեր են 27-31 թվականներին մեր պետությունը ակնհայտորեն անվճարունակ է ճանաչվելու։ Ինչ է թվերին 27 եւ 31, որովհետեւ այնտեղ տվյալներ կան ուսումնասիրված։ Հիմա նայեք, սա ինչ նշանակում։ Մարդկանց մենք պետք է բացատրենք վերջ-վերջո։ Պարոն Կամենյանյան, դուք հուսով եմ շատ պատասխանատու հայտարարություն եք։ Շատ պատասխանատու 27 եւ 31 թվականներին պարտքերի կորը ցույց է տալիս, որ տոկոսների եւ այլ գումարների սպասարկումը եւ վճարումը, մարումը 27 եւ 31 թվականներին ձեզ կուղարկել։ Բայց ներողություն, մենք բան հարկաբյուջետային կանոն ունենք, չէ՞։ Ունենք այդ կանոնները, եթե անցնում ենք, ինքը արդեն սահմանափակումներ ա դնում։ Հիմա ամենամեծ խնդիրը գիտեք որն է, սա ինչ է նշանակում։ Մարդկանց մենք պետք է բացատրենք։ Այս անվճարողությունը նշանակում է, որ մեր արտահանողը իր հետ համագործակցողներից չի ստանալու հատուցումը, որովհետեւ բոլոր բանկերը, թղթակից բանկերը, հայկական բանկերը աշխատում են Deutsche Bank-ի հետ եւ New York Bank-ի հետ են աշխատում, City Bank-ը։ Դատերը իրենց վճիռներով հանդերձ այս բանկերում գալու են, բոլոր գումարները կլան։ Քաղաքացին չի կարողանալու իր պլաստիկ քարտով Եվրոպայում ճանապարհորդել։ Շատ բարի, պարոն Կամենտացյան, մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Շնորհակալություն այս այսպես եւ խոհափիլիսոփայական եւ խիստ մասնագիտական քննարկման համար մենակ մի հակադարձում անեմ, իհարկե ոչ հակադարձում, այսպես դիտարկում, երբ որ մենք խոսում ենք նոր պարտքերի ներգրավման մասին, ես որ ասեցի հարկաբյուջետային կանոն, միգուցե մեր հերոստատիտողը այդքան էլ չի մի փոքր պարզաբան է, որ չենք սիրում, չէ, պետքա պարզ խոսենք, որ հասկանան։ Տեսեք ինչ է, ընդունենք կա ուրեմն բյուջեի մասին օրենք, որը օրենք է։ Օրենքա, որը պարտադիր է կատարման համար։ Այդ օրենքում կան բյուջեն, ուրեմն սպասարկող եկամուտներ եւ ծախսեր։ Դրանց բանը տարբերությունը տալիս է ուրեմն պակասորդը բյուջեի, որը սպասարկվում է ուրեմն տարբեր գրանտների, վարկերի, ներքին եւ արտաքին ինվեստորների։ Հիմա մեր ներքինն ու արտաքինը ավելացել է արդեն մի փոքր արտաքինից, 50%-ից ավել է, 55-6%, որը բայց այդ ներքինը բարձր տոկոս 13-14% բանկերն են պարտատոմսերի առ։ Հիմա իսկ այն ենթադրում ենք, որ արտաքին ներգրավումները ցածր տոկոսներով է։ Հիմա լավ, եթե հասկանանք, միտքը այն է, երբ որ ասում ենք հարկաբյուջետային կանոն, որ թույլ չտաս, որ քո համախառն ներքին արդյունքի ընդունենք 60%-ից ավելանա, որը արդեն ռիսկային սահման է, այդ արտաքին այդ պետական պարտքի, արտաքին չպետական պարտքի ծավալը, բայց այդ չի կարևորը։ Սիրելի հայրենակից, կարևորը այն է, որ քո ընթացիկ տնտեսական աճի տեմպը ավելի մեծ լինի, քան թե պարտքի տեմպը ներգրավման։ Երբ որ քո պարտքի տեմպը այնքան ավելի շատ է, քան քո տնտեսական աճի տեմպը, սա գնում է փլուզում այդ դեպքում, որովհետև այդ պարտքերը, որ մենք ներգրավում ենք, ոչ թե ներգրավում թոշակ աշխատավարձ տալով, այլ ներգրավի ենթակառուցվածքներ։ Մոտ 600 միլիարդ դրամի պակասուրդով պլանավորված։ Այո, այսինքն ու մոտավորապես այդ 600 կարծեմ 4-5 միլիարդ դա է, 661 միլիարդ մեր պաշտպանական բյուջեն է, պաշտպանության համակարգի, այսինքն նշանակում է, որ խնդիրը որն է, խնդիրը այն է, որ դու այդ ներգրաված փողերը ծախսես տնտեսական ենթակառուցվածքներ, ճանապարհ, ջրամբար, տարբեր ուրեմն պայստային տնտեսություններ, բան եւ այլը, որ դա բիզնեսը սպասարկի, որ դրա արդյունքում բիզնեսը աճի եւ արդյունքում քո տնտեսական աճի տեմպը ավելի բարձր լինի, քան այդ պարտքի ներգրավման տեպ, հետո արդեն գա այդ պարտքը իջնի, սկսի տնտեսությունը աշխատել։ Երբ որ ես ասում եմ մոդել, պարոն Կամեն, հենց այդ տեսնեմ թե
ինչ սցենարներ կան, ինչ ժամանակագրական առումով ոնց ալնում, բայց հասկանանք 395 միլիարդ դրամ բյուջեի 11.3%, որ գնում է պետական պարտքի սպասարկմանը, մեր համար դա շատ մեծ թիվ է։ Դրա տակից հետո պետք է հասկանանք հաջորդ տարի, մյուս տարի։ Ես մի ռեպլիկ անեմ ընդհանրապես։ Ահա։ Տեսեք 313 միլիոն դոլար մարտի 26-ին փակեցին արտաքին պարտքի զգալի մի մաս։ Այո։ 750 միլիոն դրամ են վերցրել։ Իհարկե։ Բայց 71%-ով։ Հիմա այդ գումարը չէր կարելի երկրի ներսում հավաքել։ Իհարկե կարելի հավաքել։ Երկրի ներսում մոտավորապես 5 տրիլիոն ավանդ կա բանկերում ներդրած։ Ընդ որում արտարժութային վարկերը մոտավորապես 1 տրիլիոն 400 միլիարդ են, դրանք ներդրված են 4.5%-ով։ Շատ բարի։ Մենք դեռ կանդրադառնանք դրան, պարոն Կոմենդացյան, մեր այս տիպի համագործակցությունը ես կարծում եմ այդքան շատ առանձնապես հաղորդումներ չկան։ Մենակ սիրելի հայրենակիցներ, մենք չմոռանանք մեր երիտասարդ քաղաքացիներին, մեր շրջանավարտներին, բուհերի, տարբեր մասնագետներին, որոնք ես փորձում եմ ամեն հաղորդման ժամանակ մի ինչ-որ այսպես անկյունակարային թեզ գցենք, այս բոլոր ռիսկերը ընդունենք լսեց այդ երիտասարդը։ Ինքը ոնց է կապում իր բիզնես սկսելու այսպես հիմնավորումը այս ռիսկերի հետ։ Մենք պետք է այդ բանաձևումը գտնենք, պարոն Կոմենդացյան, որ մի կողմից ռիսկերը ստապ ներկայացնենք, մյուս կողմից ցույց տանք, որ շանս կա աշխատելու։ Այս սա է մեր գործը, ոչ թե որ անդադ ամեն ինչ մենակ ես մի փոքր ազդանշան տամ, միջև հաջորդ հանդիպումը, կոնկրետ երիտասարդների ազդանշանն է վերաբերվում, դա վերաբերում է օրինակ Kickstarter անունով մի սայթ կա, կայք կա, որտեղ որ ստարտափները մարդիկ ներկայացնում են, ֆինանսավորում ստանում են, որոնք գումարներ դրսից են գալիս, կարող են ինվեստորները բազմաթիվ դնեն, սա երիտասարդների համար առանց այդ հովանավորության աշխատելու լավագույն հնարավորությունն է։ Շատ բարի։ Շնորհակալություն, պարոն Կոմենդացյան։ Սիրելի հայրենակիցներ, մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Կարծում եմ, որ այս խոսակցությունը հերթական խոսակցություն չէր։ Ճիշտ է, մենք ունենք թոփ թեմաներ մեր այսպես ԶԼՄ-ներում, տեսնում եք, ուրեմն Գյումրու ընտրություններ, քաղաքական թեմատիկա, հայ տարբեր թիմեր, չեմ ուզում ասեմ, իրար են հարվածում։ Միգուցե ինչ-որ ուրիշ օրակարգ է պետք է վերջո ձևավորել։ Ինչ որ նոր նորմալ օրակարգեր պետք է ձևավորենք, չնայած չեմ նսեմացնում մյուս բոլորի օրակարգերը, որպեսզի մենք կարողանանք առաջ շարժվենք։ Մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։